Սուրբ Զատիկը հայերիս համար ամենասիրելի տոներից է, այն ամենալավ պահպանված ծեսն է։ Նինոց Մինդայում ևս Զատիկի տոնը ընդունված եւ սիրված է բոլորի կողմից։ Այսօր Նինոց Մինդայի թիվ 3 հանրային դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները դասվար Անժելա Բդոյանի ղեկավարությամբ կազմակերպել էին փոքրիկ միջոցառում նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին, Սուրբ Զատիկին։ Դասասենյակը զարդարված էր համեղ ուտելիքներով, կարմիր ներկված ձվերով, գաթայով, բրինձով եւ չամիչով փլավով, Զատիկը խորհրդանշող գեղեցիկ եւ հետաքրքիր զարդերով։ Տոնական միջավայրը համախմբել էր ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողներին, ընդգծելով քրիստոնեական այս կարևոր տոնի արժեքը։ Հայաստանյան եկեղեցին 301 թվականից սկսած դարձավ հայ քահայության անայիկ ամրոցը։ Հայաստանում քրիստոնեության հասկացմանը զուգահեռ հոգևոր զորացումը սկսվեց։ Այն ժողովուրդը, որի զղջման մաքուր ու խոր արտահայտություններ ունի, ինչպիսին մեր շարականներն են, այնպիսի մեծություններ, ինչպիսի նարեկացին և շնորհալին են, այնպիսի տաճարներ է կառուցել, ինչպիսին են Զվարթնոց և Անի Մար եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմե տաճարն ու հաղպատիվանքը իրավունք ունի հարատևելու։ Ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, դեղնոցն էլ երկիրն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ, եւ մենք կարմիր ձու մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկի սեղանին լինում է եփածու, չամիչով փլավ, գինիստ և այլ ուտեսներ։ Չամիչով փլավի մեջ ինձը մարդիկ են, իսկ չամիչը Հիսուսի աշակերտները, որոնք պետք են տարածել Հիսուսի խոսքը։ Այսօր Նինոց Մինդայի թիվ 3 դպրոցի 3-րդ դասարանի սաները նշեցին քրիստոնեական ամենավեհ ու հույսով լի տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը, Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Հիսուս Քրիստոսի հարության տոնը Սուրբ Զատիկը սիրո եւ վերածննդի խորհրդանիշն է։ Այն մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր ամենամութ գիշերից հետո գալիս է ամենավառ առավոտը։ Յուրաքանչյուր փորձությունից հետո կարող է լինել վերածնունդ։ Մաղթում եմ, որ բոլորի սրտերում լինի խաղաղություն եւ ընտանիքներում սեր եւ համերաշխություն։ Քրիստոս հայրավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին տոնի պատմությունը, ավանդույթները եւ խորհուրդը։ Նրանք երգեցին զատկական երգեր, արտասանեցին բանաստեղծություններ։ Զատկական տոնի խորհուրդը ներկայացվեց հայերեն եւ վրացերեն լեզուներով։ Միշտ նրանք տարեպսանքով այսօր այն կողմ էին նայում, հատուկ են երկողքի լուսավոր գեստերով և ասում. Ինչու եք ողջի մերենես մեզ փրկում, նա ստեղծվի, որտեղ հարություն արավ։ Հիսուսը խմել է իր աշակերտների հետ և որով մի կտոր նիսխալ է թեթև բազանել նրանց։ Նիսխալը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին այզունը։ Խորհրդանիշ է նաև ձուկը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել։ Այսօր մեր 3-րդ դասարանի երեխաները կազմակերպել են մի փոքրիկ հետաքրքիր միջոցառում, որը նվիրված էր Սուրբ Զատիկին։ Դե գիտենք, որ Սուրբ Զատիկը ինչ տոնն է, Քրիստոսի հարության օրն է, եւ այդ օրը բոլորը գիտենք, որ դիմավորելիս էր ոչ թե բարև ձեզ են ասում, այլ ասում են Քրիստոս հայրավի մեռելոց։ Եվ սա բոլորիս համար կարևոր տոն է, որովհետև որ այս տոնի հետ կապված մենք բոլորս կապում ենք մեր բոլոր, ասենք, հուզմունքները, ասենք, մեր երազանքները, որովհետև որ եթե ուզում ենք նմանվել Քրիստոսի նման, որը կարողացավ վերածնվել այդ տանջանքներից հետո, իսկ եթե փոխհարաբերական մենք խոսենք, իհարկե մարդն էլ իր դժվարություններից հետո իհարկե ձգտում է եւ վերածնվում է եւ փորձում է կյանքը շարունակել։ Ինձ համար դա այսպիսի խորհրդանիշ ունի այս տոնը,
Իհարկե ուրախ տոներից մեկն է, ուրախ, որովհետև որ յուրաքանչյուր սեղանը այդ օրը վառ գույներով է, սեղանի ուտելիք ուտեստը եւ ինչ ուտեստնել ունի, ինչ որ իր խորհրդանիշը ունի յուրաքանչյուր սեղանի ուտեստը, թե ձուկը, թե ասենք բրինձով փլավը, հատիկեղենով, այսինքն փլավը, դա խորհրդանիշ է եւ մարդ այսօրվանից հետո էլի իր հավատը չի կորցնում, ես բոլոր հավատացյալ մեր ժողովրդին ցանկանում եմ, որ երբեք իրենց հավատը չկորցնեն, միշտ ուժեղ լինեն իրենց հավատի մեջ, որովհետև հավատն է, որ մեր ուժն է, մեր ապրելու կարևոր առաջի գործոններից է մեր հավատն է, բոլորի Սուրբ Զատիկը շնորհավորում եմ, Սուրբ Զատիկի հետ թող կյանքը շարունակվի, խաղաղ երկնքի տակ մենք բոլորս էլ ապրենք։ Ասխա կոչվող թխվածքը նույնպես դնում են Զատկի սեղանին։ Այն խորհրդանշում է Հիսուսի փշեպսակը։ Այս թխվածքի վրա սովորաբար քունջութ են լցնում, որ փշի տեսք տա։ Մանուկները, ինչպես եւ մեծերը հավկիտ են խաղում, այդ խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև, այսպես ում հավկիտը չի կոտորվում, նա է հաղթում, հաղթվածը իր հավկիտը տալիս է իրեն։ Մակարնիխձեվի ամալության հավիտենական կյանքի ուսի և հավատքի տոն։ Ուրախ եմ, որ այս միջոցառումը տեղի ունեցավ, բոլորի Զատիկի տոնը շնորհավոր, մաղթում եմ, որ առողջ լինեք, լավ լինեք և գեհազանցիկ լինեն բոլոր մանուկները։ Ես մաղթում եմ, որ բոլոր դասարաններում, բոլոր մանուկները գեհազանցիկ լավ հասակերներ լինեն և իհարկե այսպիսի հանդեսներ լինեն բոլորի մոտ։ Վաղը չեմ մյուս օրը Զատիկն է, ես հուսով եմ, որ բոլորը պատրաստվում են Զատկի տոնին, ես մաղթում եմ բոլորին երջանկություն, ուզում եմ, որ բոլոր դպրոցներում միջոցառումներ կազմակերպեն և բոլորը ուրախանան։ Այսօր մեր Զատիկն էր և մենք մասնակցեցինք մեր Զատիկին, ես մաղթում եմ բոլորին, որ բոլորը ուրախ լինեն և գերազանցիկ։ Քրիստոսի հարության տոնի արդիվ ցանկանում ենք խաղաղություն ամենակարևորը, սեր, ջերմություն և թող Աստված բոլորիս միշտ ուղեկիցին։ Միջոցառումը լի էր ջերմությամբ, հոգևոր գաղափարով։ Այն հիշեցրեց բոլորին Սուրբ Զատիկի գլխավոր պատգամը՝ սիրո հավատքի մասին։ Ներկայացման ավարտը ամփոփվեց աշակերտների և ուսուցիչների ձվախաղով։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն անցկացվեց խորհրդավոր և բովանդակալից, ինչը մեծ բավականություն պարգևեց բոլորիս։